Երգիչ դերասան Հայկ Դուրգարյանի վերաբերյալ թմրանյութի գործով դատարանը որոշում է կայացրել 2026 թվականի փետրվարի 19-ին։ Հայկ Գևորգի Դուրգարյանի պաշտպանի միջնորդությունը բավարարվել է եւ նրա նկատմամբ ընտրված խափանամիջոց բացակայելու արգելքը վերացվել է։ Ասել է, թե դերասանը կարող է երկրից դուրս գալ։ Հիշեցնենք, որ Հայկ Դուրգարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի խախտելով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270N որոշման պահանջները, այն է չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներգործուն նյութերի շրջանառություն իրականացնելու, այսինքն թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու թույլտվություն քննությամբ չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել եւ իր մոտ ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով 3.83 գրամ քաշով թմրանյութ։ Անօթև 2025 թվականի հունվարի 31-ին ժամը 22:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Պրոշան անօթև Խասաղ գյուղի իր ինֆինիտի մակնիշի 02 HD202 համարանիշի ավտոմեքենան անկանոն վարելու հետևանքով հետապնդել եւ կանգնեցվել է նշված վարորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վարչի 2-րդ դասակի աշխատակիցներ Տիգրան Քեփոյանի եւ Արտյոմ Հարությունյանի կողմից, որից հետո նշված ավտոմեքենայի արտաքին զննության ժամանակ Հայկ Դուրգարյանի կողմից ավտոմեքենայի սրահում գտնվող առարկաները տեսանելի դարձնելու ընթացքում վերջինիս ներկայացրել է հիշյալ թմրամիջոցը։ Վերոնշյալ փաստի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, Հայկ Դուրգարյանին մեղադրանք էր առաջադրվել եւ հրապարակել էինք այն մասին, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան։ Դատարանում քննությունը շարունակվում է եւ մեզ հայտնի դարձավ, որ վերջինիս նկատմամբ խափանամիջոց բացակայելու արգելքը վերացվել է։